Շատ հաճախ որոշ ընկերություններ դժվարանում են աշխատակից գտնել կայուն կամ շատ մոտիվացված միայն նրա պատճառով, որ իրանք գուցե փոքր են, գուցե շատ հայտնի չեն։ Շատ HR մասնագետներ հիմա շատ ստանդարտ ձևով նույն հայտարարությունը գրում են եւ որևէ յուրահատկություն այդ ընկերության չի փոխանցվում այդ հայտարարության միջոցով։ Եթե չկա տարբերություն, այդ դեպքում դիմողն էլ արդեն ինքը ունի լրացուցիչ մոտիվացիա, այլ տարբերություն չկա, ինքը օրինակ կաշխատի ես հասարակական կազմակերպությունում, թե ես փոքրիկ արտադրությունում։ Գործատուի գործն է մոտիվացնել աշխատողին, ոնց պետք է մոտիվացնել։ Ելնելով նրանից, որ Հայաստանի գործատուների հայերի համար ընտանիքը արժեք է, եւ որ բոլորը ուզում են լավ աշխատակիցներ, եւ որ կանայք լավ աշխատակիցներ, ինչպես նաեւ տղամարդիկ, կարծում եմ, որ շատ պոպուլյար կարող է դառնալ ընտանիքամետ, այդ ընտանիքահեն մոտեցումները։ Ընտանիքամետ լինելով գործատուն առաջին հերթին հնարավորություն է ունենում իր տաղանդավոր, որակյալ աշխատակցին շարունակել պահել մոտիվացված եւ նվիրված։ Շատ հաճախ նաեւ մյուս խնդիրն է, որ հաճախ երեխաների հետ են կապում ընտանիքամետ մոտեցումները, մինչդեռ մարդ կարող է ունենալ կին-ամուսին կամ չունենալ երեխա, կամ չունենա անգամ կին կամ ամուսին երեխաներ, ունենա օրինակ ծնող, եւ ծնողների խնամքը եւս լրացուցիչ ճկունություն եւ ազատություն պահանջի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք աշխատակիցը վաստակել է ունենալ այդ հնարավորությունը կամ ինչ-որ արտոնությունը, ըստ էության բոլոր արտոնությունների մասին գործատուները կարող են այդպես ասել։ Ես ճանաչել եմ մի քանի գործատուներ, ովքեր այդպես են ասել, եւ իրենք հիմա չկան։ Քովիդից հետո, երբ որ պետք էր վերադառնալ աշխատավայր, 30% գրեթե աշխատաշոկայի, 30% աշխատակից դուրս է եկել։ Բարև ձեզ, դուք լսում դիտում եք մեծ գործ ոդքասթը, ես Աստղիկ Կարապետյանն եմ։ Այսօրվա իմ հյուրը Լիլիթ Գևորգյանն է, Grand Toronto Հայաստան ընկերության մարդկային կապիտալի խորհրդատվության ծառայությունների տնօրեն, Երևանի պետական համալսարանի դասախոս։ Լիլիթ ջան, բարև ձեզ, շնորհակալություն գալու համար։ Ողջույն Աստղիկ, շնորհակալ եմ հրավերի համար։ Լիլիթ ջան, խոսելու ենք մարդկային կապիտալի մասին։ Ամենուրեք կա այդ միտքը, որ բոլոր բիզնեսների, ընկերությունների հիմքում մարդկային կապիտալն է, մարդկային ռեսուրսը, առանց մարդու չկա հաջողություն եւ այլն։ Թվում է շատ տրիվիալ բան է, բայց հասկանում են պրակտիկայում դա գործատուները։ Հետաքրքիր տեսանկյունից հարցը տվեցիք, նախ հետևյալը նշեմ, նույն մարդկային ռեսուրս տերմինը վերջին տարիներին շատ մեծ փոփոխություն է ապրել եւ այս պահի դրությամբ շատ հաճախ արդեն ընկերություններում անգամ հայկական մի շարք մասնավոր տարբեր միջազգային տեղական արդեն HR ղեկավար կամ ՄՌԿ ղեկավար տերմինը ինքնին փոխարինվել է։ Հիմա արդեն շատ հաճախ կիրառում են մարդկային կապիտալի բաժին կամ people and culture, մարդ եւ մշակույթ կամ աշխատակիցների հետ հարաբերություններ, այսինքն նույն այդ ռեսուրս տերմինը տեղափոխվել է լրիվ ուրիշ հարթություն, մատնանշելով մարդու որպես կապիտալ երևույթը, եւ որ գործատուներն էլ նաեւ այդպես սկսեն դիտել, եւ թերևս այդ փոփոխությունը ինձ թվում է արդեն շատ բանի մասին է խոսում, թեկուզ այն տեսանկյունից, որ հենց հայկական աշխատաշուկայում այն գտել է իր արձագանքը։ Իսկ եթե պրակտիկայում խոսենք, ոնց է արտահայտվում դա։ Ես որպես ԵՊՀ-ում եւ հենց մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությամբ դասախոս արդեն որերորդ տարին է 7-րդ, որ ԵՊՀ-ում կա HR-ի մագիստրատուրա, ինչպես նաեւ հենց մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ինքս մոտ 10 տարի առաջ արդեն սկսել եմ դասընթացներ վարել, իսկ շուկայում 15 տարի ավել առաջ արդեն սկսել էի նման տիպ դասընթացներ ու գնալով պահանջարկը աճում է, եթե մենք անգամ հայտարարություններն ենք ուսումնասիրում, միշտ տեսնում ենք, որ ՄՌԿ մասնագետի կարիք կա, դա առնվազն ցույց է տալիս այդ պահանջարկը եւ այն կարեւորությունը, որը որ մեր աշխատաշուկան եւ տարբեր ծավալի եւ տեսակի գործատուները ուշադրություն են դարձնում այդ ոլորտին։ Իրականում շատ ընկերություններ, եթե 5 տարի առաջ չունեին ՄՌԿ բաժիններ, այս պահի դրությամբ արդեն ունեն, եթե բաժինները փոքր էին, գնալով ավելի ընդլայնվում են եւ պահանջարկը իսկապես շատ մեծացել է եւ շատ բարձրացել է մասնագիտական մարդկանց հետ հենց պրոֆեսիոնալ ձևով աշխատանքի։ Ինչ է նշանակում մարդու հետ աշխատել։ Եթե նայում ենք հենց ՄՌԿ-ի տեսանկյունից, ինքը հստակ ունի իր մի քանի ուղղությունները։
Շատ հաճախ, եթե պատմականորեն նայում ենք կոնկրետ հայկական համատեքստում, լսած կլինեք, որ ասում են կադրավիկ, չէ, հիմնականում աշխատանքային օրենսգրքի իմացությամբ կադրային փաստաթղթավորման կտորը ապահովող մասնագետների մասին է խոսքը գնացել հաճախ, միանշանակ շատ կարևոր հատված է այն իրանից ներկայացնում ՄՌԿ-ի համար, բայց ՄՌԿ-ն ունի մի քանի այլ շատ կարևոր ասպեկտներ։ Մասնավորապես ճիշտ աշխատակցի ընտրություն, նրա ադապտացիա, ընկերության ներսում ընդունում, մոտիվացիա, նրանց զարգացում, ճիշտ գնահատում, ճիշտ պարգևատրում եւ այդ ամբողջ համակարգերի մշակումը սկսած վարձատրությունից, աշխատանքի ընդունելությունից, մոտիվացիայից, գոհունակության չափումից եւ այդ ամեն ինչը ճիշտ ձևով ներկայացնել, աշխատակիցներին զարգացնել, տաղանդները բացահայտել եւ կառավարել, դրանք ամբողջը համարվում են ՄՌԿ-ի կարևորագույն գործառնական ուղղություններ եւ հենց ՄՌԿ բաժինն էլ կոչված է ճիշտ համակարգեր ներդնելու, որոնք որ համահունչ են ընկերության ռազմավարությանը, մշակույթին, մտքերին, որպիսի հնարավոր լինի այդ համատեքստում եւ ընկերության եւ աշխատակիցների զարգացումը։ Եթե մենք խոսում ենք փոքր բիզնեսի մասին կամ փոքր ընկերության մասին, անկախ նրանից բիզնեսը թե շահույթ չէ, տանպնդող ընկերությունն է, բոլորը ցանկանում են ունենալ լավ մասնագետ, ով բնականաբար արդյունավետ կաշխատի, նվիրված կաշխատի, 2 ամիս հետո չի թողնի գնա եւ այլն։ Մասնագետ, ով մարդկային ռեսուրսների հետ է աշխատում կամ ընդհանրապես մարդը, որը ունի հնարավորություն այդ մասնագետին վարձելու, բայց ունի պարտադիր պահանջ այդ հմտություններ ունենալու։ Եթե այդ շղթայի սկզբից սկսենք, կասեք որտեղից պետք է սկսել ու ոնց է պետք անել այդ շղթան տանելու համար, լավ մասնագետ ընտրել, մոտիվացնել իրան, ապահովել իր զարգացումը, պարգևատրել եւ այլն։ Սկսենք աշխատակիցների հավաքագրման պահից, հա։ Այդ տեսանկյունից շատ կարևոր է դառել եւ վերջին տարիներին հենց Հայաստանում էլ այդ տերմինը շատ կիրառվում եւ արդեն ոչ որպես տերմին, որպես կայացած պրակտիկա գործատուի բրենդավորման գաղափարն է։ Այսինքն շատ հաճախ որոշ ընկերություններ դժվարանում են աշխատակից գտնել կայուն կամ շատ մոտիվացված միայն նրա պատճառով, որ իրանք գուցե փոքր են, գուցե շատ հայտնի չեն եւ այս մրցակցային պայմաններում շատ գործատուի բրենդավորման տեսանկյունից դեռ շատ չեն հաջողել, ինչը նորմալ է, բոլոր երկրներում էլ այդպես է։ ՓՄՁ ոլորտը մի փոքր ավելի միշտ զիջում է ավելի խոշոր ընկերություն այդ տեսանկյունից, հա։ Այսինքն հաճախ մենք խնդիր ենք ունենում, որպեսզի պրոֆեսիոնալ մասնագետները մեզ դիմեն, սկսած այդ հատվածից։ Բայց պետք չի ոնց որ հուսահատվել, բնականաբար դա ունի իր լուծումները։ Երբ որ մենք գալիս ենք արդեն աշխատակիցների ներգրավման պահին, այստեղ շատ կարևոր է թե նախ մենք ինչպես ենք հայտարարում այն հաստիկը, որը որ մենք փնտրում ենք, շատ HR մասնագետներ հիմա շատ ստանդարտ ձևով նույն հայտարարությունը գրում են եւ որևէ յուրահատկություն այդ ընկերության չի փոխանցվում այդ հայտարարության միջոցով։ Դրա համար էլ շատ մասնագետներ իրանք էլ արդեն իրենց համար մի հաշիվ է թե իրանք ուր են դիմում, հա, այսինքն այդ տարբերությունը անգամ իրանք չեն տեսնում։ Բայց Հայաստանի պայմանների համար, երբ որ մենք ունենք գործազրկությունը բարձր է, մարդիկ աշխատանք են փնտրում, կոպիտ ասած, ումա պետք այդ տարբերությունը, ջանքը ինչ որ հայտարարության մեջ այդ դեր ասած յուրահատկությունը դնելու։ Այն ձեր նախորդ հարցին այն կպատասխանում, եթե չկա տարբերություն, այդ դեպքում դիմողն էլ արդեն ինքը ունի լրացուցիչ մոտիվացիա, այլ տարբերություն չկա, ինքը օրինակ կաշխատի ես հասարակական կազմակերպությունում, թե ես փոքրիկ արտադրությունում։ Այսինքն մենք ընդհանրապես ցավոք սրտի իհարկե մեր երկիրը, քանի որ շատ զարգացած երկիր չէ, տնտեսական ցուցանիշներով նկատի ունեմ, հա, եւ գործազրկությունն էլ բարձր է, իհարկե մարդիկ շատ այդ ճոխությունը ոչ միշտ ունեն ընտրելու, մոտիվացված որոշելու, թե իրենք որ ոլորտում են ուզում աշխատեն, բայց մյուս կողմից ինքս ինձ կհակադարձեմ ու կասեմ, որ իրականում ես կարծում եմ, որ մեր աշխատաշուկայի այժմյան իրավիճակը, երբ որ մի կողմից կա բարձր գործազրկություն, մյուս կողմից եթե դուք գործատուների հետ զրուցեք, շատ դժվար է տաղանդավոր չեմ ասում շատ, չգիտեմ ինչ, հա, մոտիվացված եւ ճիշտ հմտություններով այդ հաստիկները համալրել համապատասխան տեխնացուներով, որովհետեւ այդտեղ շատ լուրջ բաց կա։ Մարդիկ չեն մտածում իրանք ինչով են ուզում զբաղվեն, ուղղակի պոպուլյար մասնագիտություններ կամ մասնագիտացումներ են ձեռք բերում, չեն հաճախ մտածում, թե որ ընկերությունում են ուզում աշխատեն եւ դրան նպաստող մթնոլորտ կարողա չլինել, ու իրանք ուղղակի ստանդարտ իրանք CV-ն կուղարկեն,
Եվ HR մասնագետներն էլ եղածների մեջից ինչ որ մեկին կընտրեն։ Այսինքն մի կողմից մենք ունենք պակաս մոտիվացված աշխատակիցների դիմելու, որտեղ մարդիկ այնքանով որ գնացել են պոպուլյար մասնագիտությունների հետևից չեն լսել գուցե իրանց սրտի ձայնին, թե ինչով իրանք օրինակ կուզենային զբաղվել։ Մյուս կողմից էլ ունենք HR մասնագետներ, ովքեր ուղղակի ընտրում են նրա մեջից, ովքեր որ իրանց դիմել են, որոնց մի մասը ի սկզբանե արդեն չունի մոտիվացիա այդ ընկերությունում աշխատելու, որտեվ իրանք ուղղակի ուզում են աշխատեն։ Այսինքն իրականում շատ բացերը շատ են, սենց իրար չեն լրացնում ցավոք սրտի, դրա համար ամենայդ կարևոր հարցը մոտիվացված աշխատակից գտնելու դժվար է։ Բայց որպես մասնագետ հավելեմ մի բան։ Մի փոքր ինձ թվում է չափազանցված այն հարցը, որ մենք ի սկզբանե մոտիվացված աշխատակից ենք վերցնում աշխատանքի, ինչ նկատի ունեմ։ Մենք պիտի վերցնենք աշխատակից, ով սիրում է աշխատել եւ սիրում է այն գործը, որ ինքը անելու է։ Եթե մենք խոսում ենք մասնավորապես ոչ շատ մեծ, ինչ որ հայտնի ընկերությունների մասին, որ մարդը գուցե ամբողջ կյանք երազել այդ ընկերությունում աշխատել, մնացած բոլոր պարագայում, այ հենց HR բաժնի կամ ամիջական ղեկավարի կամ գուցե տնօրենի գործն է, որ այդ աշխատակցին մոտիվացնի, որ օրինակ, հա, ենթադրենք հաշվապահ է, ինքը հենց մեր ընկերությունը սկսի սիրել ու կրկնակի լավ աշխատի, համ որտեվ սիրում է լինել հաշվապահ, համ որտեվ իրան դուր է գալի, որ հենց մեր ընկերությունում է աշխատում։ Այսինքն մենք հաճախ ի սկզբանե ուզում ենք, որ աշխատակիցները շատ էնտուզիաստիկ կան, բայց իրենք ընդհանրապես գործ են փնտրում, լավ մթնոլորտում, սիրում են իրենց գործը։ Մենք այդ մեր ընկերության նվիրվածության ու մոտիվացիայի կտորը մենք որպես HR մասնագետներ պետք է ներսում փորձենք ապահովել։ Դա չդնենք շատ տեխնացուի վրա։ Որ ասում եք HR-ի գործն է արդեն մոտիվացնել կամ ընդհանրապես գործատուի գործն է մոտիվացնել աշխատողին, ոնց պետք է մոտիվացնել։ Դարի հարցը։ Ես ինքս տասնյակ դասընթացների եմ մասնակցել, թե ինչպես մոտիվացնել աշխատակիցներին։ Մի կարևոր միտք կասեմ, որը որպես ֆունդամենտ հիմնակար կարող ենք ընդունել, երբ որ խոսում ենք այս թեմայի մասին։ Մոտիվացիայի համար պատասխանատու է ինքը անձը, գործատուն, մասնավորապես թիմը, ղեկավարը, HR բաժինը եւ ընդհանուր ընկերության մշակույթը։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք մոտիվացված աշխատակցի մասին, կամ ընկալում, որ հաճախ ասում են դե գործատուն է պատասխանատու դրա համար կամ HR մասնագետ։ Բայց ես հավելում եմ, որ թիմն էլ է կարևոր, անմիջական ղեկավարը կարևոր եւ որ ամենակարևորը մարդ ինքը պետք է լինի մոտիվացված, դա էլ արդեն մեկ ուրիշ աշխատանք է։ Բայց եթե ավելի նեղ իմաստով նայենք, թե ինչ կարող է անել գործատուն մոտիվացնելու համար աշխատակիցներին, այս պահին կան բազում գործիքներ դրա համար, որոնք ապացուցված են, որ հաջողված աշխատում են, ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական, հա։ Ինչ կարող է լինել։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ ընկերությունը մի փոքր ուսումնասիրի աշխատաշուկան եւ պատկերացնի իր մրցակիցները կամ ընդհանրապես հայկական աշխատաշուկան ինչ են կիրառում։ Օրինակ, բացի աշխատավարձից, տարաբնույթ պարգևավճարներ, տարբեր արտոնություններ, օրինակ ազատ օրեր վճարվող, հա, բացի արձակուրդից, երբեմն ճկուն գրաֆիկ, որը կարող է դիտվել որպես արտոնություն անկախ նրանից, որ որոշ կտորով արդեն աշխատանքային օրենսգրքով կարգավորված է։ Կարող է լինել բժշկական ապահովագրություն, ճանապարհության ապահովագրություն, երբեմն լինում են տարբեր սոցիալական փաթեթ է կոչվում, չէ՞, նաև պետական համակարգում կարող է լինել տուրիստական ինչ-որ արտոնություններ, հանգիստ, անվճար սուրճ, թեյ, հարմարավետ հանգստի սենյակ եւ այլն, սկսած այն նմանատիպ եւ մթնոլորտից եւ ֆինանսական ոնց որ խթաններից։ Երկրորդ ասպեկտը եւս գոյություն ունի, որը արդեն այն իմաստներն են, այն կորպորատիվ մշակույթն է, այն ձեռագիրն է, որով որ ընկերությունը աշխատում է։ Եվ հաճախ հենց այդ հատվածն է նաև ընկերության առաքելությունը, ընկերության ռազմավարությունը, որը հաճախ կարող է ոգեշնչել աշխատակիցներին, որ իրանք ուզում են այդ ընկերության մի մաս լինեն, անկախ նրանց ընկերությունը փոքր է թե մեծ։ Հաճախ անգամ այդ իմաստային կոմպոնենտը, որ կոչվում են ստարտափներ, հա, սկզբնական փուլում աշխատավարձը չի մոտիվացիան կամ այդ արտոնությունների հատվածը, հաճախ այդ իմաստն է։ Ամենակարևոր բաներից մեկը, որը HR մասնագետներ եւ գործատուները կարող են կիրառել, դա առնվազն տարին մեկ անգամ գոհունակության հարցումների իրականացումն է, որպեսզի մենք չափենք եւ հասկանանք, թե մեր աշխատակիցները ինչից են գոհ, ինչից են դժգոհ եւ որտեղ է գտնվում իրանց գոհունակությունը։ Դե դա մասնագիտական անելու ձևեր կան, տարբեր հատվածներ, չափանիշներ, որոնք անպայման պետք է արտացոլվեն։ Ես անցած տարի Չեխիայում էի ու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ էի հանդիպումներ ունենում ու մի հատ միտք հնչեց, որ
քանի որ մենք փոքր ենք, մենք ունենք բավականին սեղմ ֆինանսական միջոցներ, բայց միևնույն ժամանակ ունենք աշխատողների եւ լավ աշխատողների կարիք, մենք ունենք այդ benefit-ների բանը, օրինակ հենց նույն family friendly policy-ներն ենք մշակել, մենք մեր աշխատողներին տալիս ենք երեխայի խնամքի արձակուրդ, օրինակ ամսական 1 օր կարծեմ իրանք հավելյալ ունեն այդ իրավունքը, ու էլի լիքը բաներ կային, ճկուն պայմաններ եւ այլն։ Ինչ կասեք սրա մասին, ընդհանրապես Հայաստանում սա կիրառելի կարող է լինել կամ կիրառվում է ընդհանրապես։ Մի շարք արտոնություններ Հայաստանի տարբեր ընկերություններ կիրառում են, մեծ թե փոքր։ Հիմնականում ամենապոպուլյարներից է օրինակ այդ ազատ օր կամ day off, paid day off, վճարովի day off-ի գաղափարը, որը բացի արձակուրդից տրվում է աշխատակիցներին։ Ես ինքս մի ընկերություն, որ աշխատում է, ես day off-ը փոխարինեցի hour off, այսինքն ժամը բացակայություն, որովհետև երբեմն մարդուն ուղղակի ընդհանրապես 2 ժամը պետք բացակայել։ Եթե պետք է 2 ժամ, իրան այդ օրերը վերածել էինք ժամերի եւ իրանք ժամերով էին բացակայում, դա ավելի շատ ճկունություններ տալիս, որովհետև հակառակ դեպքում մարդը այդ 2 ժամ բացակայության համար ստիպված էր լինում մի ամբողջ օր վերցնել, իսկ երբ որ ժամերով ես վերցնում, ավելի շատ հնարավորություններ ես ունենում։ Շատ ընկերություններ, ես այսպես կասեմ, ոչ ֆորմալ ձևով, ինչքանով որ ես հասցրել եմ հանդիպել, շատ ընտանիքամետ ձեռագիր ունեն, բայց որ ասեմ ֆորմալ փաստաթղթերի մեջ, հա, օրինակ արտոնությունների նկարագրերի մեջ ես ինքս հանդիպած լինեմ, որ հատուկ գրել են, որ ընտանիքի, չգիտեմ, ինչ-որ դեպքերում կամ ընտանիքի հետ կապված որևէ հարցերում լինի ծնող, քույր-եղբայր, ամուսին, կին, երեխա եւ այլն լրացուցիչ արտոնություններ, թերևս մենակ երևի ամուսնության, ծննդյան կամ աստվածերու պահի մահվան դեպքերի հետ է կապված եղել, որոնք բացի օրենքից, որոնք որ տալիս է մեր ՀՀ օրենքը, լրացուցիչ կարող 1-2 օր կամ որոշ ֆինանսական խթաններ լինեին, բայց առօրյայի կազմակերպման մասով ֆորմալ նման բան չեմ հանդիպել, բայց ոչ ֆորմալ շատ եմ տեսել շատ գործատուների մոտ, որ օրինակ կինը զանգում ասում է երախաստակություն ունի, կարող եմ մնալ տանը, կարող եմ 2 ժամ շուտ գնալ եւ այլն նմանատիպ պրակտիկաներ շատ եմ հանդիպել։ Նաև կան վայրեր, որտեղ որ հանդիպել եմ ինքս իմ գործատուներից մեկի մոտ, որ երբ որ երեխան դեռ շատ փոքր էր, բայց մայրը պետք է գար աշխատանքի, երեխային հետ ներ բերում։ Շատ մեծ պայմաններ հարմարացված չէին երեխային, բայց ամեն դեպքում որոշ օրեր հնարավոր էր լինում կեսօրից մի օր երեխան լինում էր գրասենյակում։ Հա, նման տիպ լուծումներ եւս հանդիպել եմ։ Այսինքն կարծում եմ, որ ելնելով նրանից, որ Հայաստանի գործատուների հայերի համար ընտանիքը արժեք է, եւ որ բոլորը ուզում են լավ աշխատակիցներ, եւ որ կանայք լավ աշխատակիցներ, ինչպես նաեւ տղամարդիկ, կարծում եմ, որ շատ պոպուլյար կարող է դառնալ ընտանիքամետ, այդ ընտանիքահեն մոտեցումները։ Ըստ ձեզ ինչ է շահում գործատուն այդ ընտանիքամետ լինելով։ Ընտանիքամետ լինելով գործատուն առաջին հերթին հնարավորություն է ունենում իր տաղանդավոր, որակյալ աշխատակցին շարունակել պահել մոտիվացված եւ նվիրված։ Եվ նաեւ եթե ֆինանսի վերածենք, որովհետեւ ըստ էության բիզնեսը չգիտեմ, լինի ՀԿ ոլորտ, անգամ պետական ոլորտ, մեկը իրան կարող ենք չափել գումարով, այսպես ասեմ, հա, արդյունավետության տեսանկյունից ավելի լավ է 1-2 օր ազատություն տաս, ճկունություն տաս, բայց քո որակյալ աշխատակիցը մնա քեզ մոտ, քան միայն դրա պատճառով դու իրան կորցնես եւ դու շատ ռեսուրս ծախսես ֆինանսական եւ ժամանակային, որպեսզի նոր տեխնացու ընտրես, նոր աշխատակից ընտրես, իրան մոտիվացնես, հետո ոնց է լինի ինքն էլ կունենա ծնողի, երեխայի, ամուսնու կնոջ խնդիր ինչ որ մի հատ պահի, որովհետև չկա մարդ, ով որ որևէ կերպ կարելի ասել զերծ է մնում այդ կոնտեքստից։ Դրա համար շատ կարևոր է, որ գործատուները որոշակի առումով այդ ճկունությունը տան, որտեղ իրանք շահում են։ Իրանք շահում են եւ իրանք ունենում են շնորհակալության զգացումով լի աշխատակիցներ, ովքեր իմանալով, որ եթե պետք է 2 ժամ շուտ դուրս գան, որ երեխային մանկապարտեզից վերցնեմ, իրանք երեկոյան երեխային կքնացնեն ու իրանք այդ գործը կանեն, որովհետեւ իրանք ունեն այդ շնորհակալության զգացումը։ Հիմնականում երբ որ մենք խոսում ենք գործատուների հետ ընտանիքամետ
պայմաններ ապահովելուց եւ ընտանիքամետ դառնալուց կան մի քանի մտահոգություններ, ինչի մասին ուզում եմ անպայման խոսենք։ Առաջին մտահոգությունը այնա, որ դու տալիս ես այդ պայմանները, արտոնությունները աշխատողին եւ աշխատողը սկսում է չարաշահել դա։ Ըստ ձեզ այդ ինչքանով է լուրջ խնդիր եւ կա դրա լուծումը։ Նաեւ կա մտահոգություն, ավելի ճիշտ մտահոգություն չի, կոմենտ է, որ ես ինչու պետքա տամ ինչ-որ մեկին արտոնյալ պայմաններ, եթե ինքը դա չի վաստակել։ Ես իրականում այս դեպքերում ասում եմ, որ եթե չի վաստակել, ինքը ուրեմն ձեր թիմում չի պիտի աշխատի, էլի իրականում, բայց ուզում եմ ձեր մոտեցումը լսեմ այս հարցի շուրջ։ Անդրադառնամ առաջին հարցին, որ չարաշահման։ Ընդհանրապես դա կարելի է ցանկացած արտոնության մասին ասել։ Այսինքն, օրինակ, թեկուզ երբ որ մենք տրամադրում ենք վճարովի, չգիտեմ, այդ ազատ օրեր գաղափարը։ Այսինքն, չարաշահման միտքը ցանկացած արտոնության պարագայում կարող է քննարկվել, ինքը պոտենցիալ ռիսկ է։ Հիմա եթե այստեղ մենք խոսում ենք տարբեր ընտանիքահեն կամ ընտանիքամետ մոտեցումների մասին, օրինակ, լրացուցիչ ճկուն գրաֆիկ կամ մի քանի ժամ ազատ ինչ-որ օրեր կամ ժամեր, հա, այդ դեպքում վերահսկողությունը կարող է շատ սթափ եւ adekvat կերպով իրականանալ, եթե ի սկզբանե ինչ որ չափաբաժին սահմանված լինի։ Օրինակ, ինչպես դուք նշեցիք ձեր օրինակում, հա, ամսվա մեջ 2 օր առանձին ընտանիքի հետ կապված ցանկացած հարցով մարդը իրավունք ունի բացակայելու, որը HR բաժինը կամ ադմինիստրատիվ բաժինը, նայած ընկերությունը փոքր է, մեծ է եւ ինչ մասնագետներով է հագեցած, դա ինչ որ մի ձև հաշվարկվում է, ֆիքսվում է կամ էլեկտրոնային համակարգով, կամ մեյլով, կամ թղթով, նայած ինչ հնարավորություններ ունի այդ ընկերությունը։ Այսինքն այդ չափաբաժինը հաշվարկվում է եւ սովորաբար երկու օրը բնականաբար պայմանական ասեցի, կարող է ընկերություն լինել ավելի քիչ տալ, կարող է ընկերություն լինել ավելի շատ տալ, կարող է ընկերություն լինել, որը տարեկան սահմանի, այսինքն, չգիտեմ, մի ամսվա մեջ պետք է 7 օր, կարող է 7 օր բացակայել, մյուս տարվա մեջ կարող ընդհանրապես պետք էլ չլինի։ Այսինքն ես կարծում եմ, որ ճիշտ հաշվարկի վերահսկողության գաղափար պետք է դրա հիմքում դրված լինի, որովհետեւ անկախ ամեն ինչից մեկը արձակուրդ, չվճարվող արձակուրդ գաղափարները գոյություն ունեն ու չափից շատ ակնկալել, որ աննկարագրելի մեծ ազատություն ու արտոնություններ կարող է տրվել, դա էլ ոնց որ ճիշտ չի։ Մյուս կողմից ես մի ուրիշ այդ մտահոգության շարունակությունը կասեմ մեկ այլ ասպեկտով, որ եթե արտոնությունները տրվում են միայն ընտանիքի անդամների համար, պրակտիկա մեծ պահի դրությամբ ինքս հանդիպած որ ինձ բողոքել են այդ հարցով ամենահաճախ հանդիպած դեպքից այն է, որ նրանք ովքեր որ են փոքր երեխաներ կամ ինչ որ ընտանեկան հարցեր, գործատուները զիջող են իրանց նկատմամբ, թույլ են տալիս ավելի շուտ գնալ, ավելի ճկուն են իրանց հարցում, իսկ նրանք ովքեր որ դեռ չունեն ընտանիք կամ չունեն ընտանիք, հաճախ իրանց ծանրաբեռնում են, դե դու չունես երեխաներ, մնա երկար աշխատի։ Այսինքն, ստեղ մենք ունենք այդ անհավասարության ռիսկը, որ ընկերությունները պետք է շատ ուշադիր լինեն արտոնությունների մշակման հարցում, որոնք որ ընտանիքամետ գաղափարախոսության վրա են հիմնված, եւ շատ հաճախ նաեւ մյուս խնդիրն է, որ հաճախ երեխաների հետ են կապում ընտանիքամետ մոտեցումները, մինչդեռ մարդ կարող է ունենալ կին ամուսին կամ չունենալ երեխա, կամ չունենա անգամ կին կամ ամուսին երեխաներ, ունենա օրինակ ծնող, եւ ծնողների խնամքը եւս լրացուցիչ ճկունություն եւ ազատություն պահանջի։ Դա ես իմ կողմից կհավելեի, եւ մյուս կողմից ես կարծում եմ, որ օգնող կարող է լինել կորպորատիվ մշակույթի եւ աշխատանքային մշակույթի տեսակի փոփոխությունը։ Նշեմ, ինչ նկատի ունեմ։ Նախկինում, գուցե շատ ընկերություններում անգամ հիմա ավելի ընդունված էր 9-ից 6 աշխատանքի գաղափարը։ Մինչդեռ հիմա աշխատանքի տեսակը այնքան է փոխվել, որ մարդ կարող է աշխատել ոչ թե 9-ից 6 ֆիզիկապես ինչ-որ միտեղ կցված, այլ ինքը իր գործը կարող է անել ցանկացած տեղից, անգամ այլ երկրից, հա, եւ համակարգչով, օրինակ։ Ինչը ել ավելի ճկունություն է տալիս եւ հնարավորություն է տալիս, որ ընկերությունների աշխատանքային մշակույթը ավելի, ինչպես ասում են, task oriented, deadline oriented, այս տերմիններ կան, չէ՞, անգլերեն, հայերեն ասած ավելի ֆիքսված լինի աշխատանքի չափաբաժնի, որակի եւ հանձնարարության ժամկետների վրա։ Թե հիմա քո աշխատակիցը նախորդ երեկոյան դա կանի, թե առավոտը կանի, թե այդ օրը կանի, եթե քեզ պետքա որ ժամը 3-ին քեզ որակյալ հաշվետվություն տա քո աշխատակիցը, ինքը քեզ տալու է։ Եվ պետքա փորձել ֆիքսվել այդ
ասպեկտի վրա։ Իհարկե, բարձր որ ոչ բոլոր հաստիկներն հնարավոր է այդպես իրականացնել, բայց որտեղ որ հնարավոր է, եթե աշխատանքային մշակույթը փոխվի եւ տարաբնույթ task management, project management գործիքների կիրառություն լինի նախագծերի ղեկավարման, որտեղ որ ժամկետ, որակ եւ աշխատանքի product, ինչը որ պետք է արվի, ճիշտ հաշվարկվի, այստեղ արդեն այդ չարաշահման հարցը կարող է եւ օրակարգից կամ դուրս գալ կամ նվազի, հա, իր ռիսկը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք աշխատակիցը վաստակել է ունենալ այդ հնարավորությունը կամ ինչ-որ արտոնությունը, ըստ էության բոլոր արտոնությունների մասին գործատուները կարող են այդպես ասել։ Ես ճանաչել եմ մի քանի գործատուներ, ովքեր այդպես են ասել, եւ իրանք հիմա չկան։ Այսինքն բոլոր այն ընկերությունները, որոնք համարում են, որ իրանք արտոնությունները մի մեծ բան են անում աշխատակիցների համար, մի բան պիտի հասկանան, գոյություն ունի մրցակցություն նաև գործատուների միջև։ Եվ ինչպես ասում են, եթե դու չտաս այդ արտոնությունը, մեկ ուրիշը կտա, որովհետև հիմա արդեն առանձին հայկական աշխատաշուկա գաղափար գոյություն չունի։ Ամեն ինչ շատ միջազգային է, գլոբալ եւ մեծ։ Եվ քանի որ մենք մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչություններ ունենք, ինչպես նաև մեր աշխատակիցները շատ ավելի մեծ հնարավորություններ տեսնելու թե դրսում ինչ արտոնություններ կան, արդեն պահանջում են եւ շատ ընկերություններ կիրառում են դրանք։ Այսինքն հիմա տեխնացուն աշխատակիցը ընտրում է գործատուին ոչ միայն եւ ոչ այնքան աշխատավարձի համար, ինչքան նաեւ հենց ամբողջ այդ արտոնությունների փաթեթի հիմա EVP տերմինը գոյություն ունի, որը շատ կարեւոր employee value proposition տերմինն է, որը ցույց է տալիս գործատուն ինչ արժեք է տալիս աշխատակցին, եւ այդ employer value proposition տերմինը հենց գործատուի բրենդավորման հիմնական գործիքն է, եւ այդ տրամաբանության մեջ արդեն մի բան հստակ է։ Աշխատակիցները դա պահանջում են եւ ինչքան շուտ գործատուն դա հասկանա, այնքան ավելի կլինի մրցակցային եւ կունենա ավելի նվիրված եւ որակյալ աշխատակից։ Ձեր խոսքի մեջ նշեցիք, որ անհավասարության խնդիր է լինում, երբ որ օրինակ կինը ունի մանկահասակ երեխա եւ պետքա օրինակ օգտվի հենց իր օրենսդրորեն սահմանված իրավունքից 1 ժամ հավելյալ ընդմիջումից, միգուցե շատ հավանական է, որ խտրականություն զգան, նեղվեն, լինում են նաև դեպքեր, երբ որ թիրախավորում են այդ կնոջը, սկսում են ինչ-որ փոքր սխալներ գտնել իր աշխատանքի մեջ, ասել, որ ինչու, քանի որ երեխա ունի, մենք պետք է ասած դվերի մեջ մնանք։ Ըստ ձեզ արդյոք չպետք է հենց գործատուն կամ ինչ-որ միջավայր պետք է ստեղծվի, բացատրվի, որ իրականում սա հիմք չի կարող էլի լինել նման խնդիրների։ Իդեպ ընտանիքամետ policy-ների, ընտանիքամետ քաղաքականությունների դեպքում, երբ որ շատ խոսում են, նաև մեծ շեշտադրում է դրվում հենց գործընկերների աջակցող վերաբերմունքի վրա, որ եթե կինը կրսկով է կերակրում եւ ունի այդ հավելյալ ընդմիջման իրավունքը, ապա մի թունավորեք միջավայրը, որովհետեւ դուք իրականում վնասում եք այս կնոջը եւ ֆիզիկապես եւ ոչ միայն կնոջը, նաեւ իր երեխային ֆիզիկապես չի կարելի ուղղակի նման բան անել։ Արդյոք հնարավոր է այդ միջավայրը ստեղծել։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, բայց մի փոքր արմատներով ավելի հետ գնանք։ Որպես մասնագիտությամբ նաև սոցիոլոգ ասեմ, որ դեռ ուսման տարիներին մենք ուսումնասիրում էինք հայ հասարակությունում տարբեր խոցելի խմբերի, հաշմանդամություն ունեցող, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։ Նույն մարդիկ, ում մենք հիմա փողոցում տեսնում ենք, բայց գուցե 20 տարի առաջ չէինք տեսնում։ Եվ դա հիմնականում այն տեսանկյունից ենք ուսումնասիրում, որ հայ հասարակությունը, հայերը ընդհանրապես ինչպես են վերաբերվում իրենցից այդ պահի դրությամբ թեկուզ տարբերվող մարդկանց եւ ինչպես իրենց պետք է պահեն եւ մասնավորապես հանդուրժողականության գաղափարն է այստեղ շատ կարեւոր մի բան, որը ցավոք զգում ենք, որ հստակ զարգանալու եւ շտկելու տեղ կա։ Դա կարող ենք հստակ փաստել, թե ընկերությունների ներսում, թե ընդհանրապես մեր հանրությունում այս պահին։ Եվ ես կարծում եմ, որ միանշանակ գործատուները կարող են ստեղծել, զարգացնել ավելի համագործակցային, թիմային եւ հանդուրժողականության մթնոլորտ։ Դա մշտական աշխատանք է։ Նախ ընկերությունը, երբ որ կորպորատիվ մշակույթը ձևավորում է եւ ինչ որ արժեքներ եւ իմաստներ է դնում դրա մեջ, այնտեղ կարող է լինել հիմա շատ արևմտյան
տերմին կասեմ, ասում են diversity, equality կամ եւ inclusion, հա, այսինքն բազմազանություն, հավասարություն եւ ներառականություն։ Դա HR-ում, ՄՌԿ-ում ժամանակակից ամենակարևոր ուղղություններից է եւ որը հենց ուղղված է տարբեր խմբերի մարդկանց ընկերության ներսում ոչ խտրական ձևով ընդգրկելուն եւ իրանց ոչ խտրական եւ ներառական ձևով մթնոլորտի ապահովմանը, որպեսզի կարողանան այդտեղ աշխատել։ Եթե շատ այնց լայն ասպեկտով ենք նայում, սա եւս կարող է ընկնել այդ պրակտիկաների հիմքում, այսինքն ընտանիքամետ պրակտիկաների, եւ ես կարծում եմ, որ այստեղ եթե կարողանա HR բաժինի հիմնադիրը, տնօրենը, ղեկավարները, իրանք կարողանան իրանք առաջին հերթին պետք է ունենան այդ մտածելակերպը եւ լինեն դերային մոդել։ Եթե տնօրենը ինքը աշխատակցի ընդունելության ժամանակ ենթադրենք, տեսնելով, որ օրինակ տեխնացուն հղի է աշխատանքի չվերցնի, կամ եթե ընդունում է աշխատանքի, ասում է, տեսնում է, որ երիտասարդ է, ասում է, դե լավ, հեսա կամ ուսնանա կգնա, ենթադրենք մայրության արձակուրդ, այսինքն եթե տնօրենը արդեն իսկ տենց վարքագիծ է ցուցաբերում, պարզ է, որ այդ ընկերության ներսում աշխատակիցներն էլ իրանց թույլ կտան նմանատիպ վարքագիծ, բայց եթե տնօրեն, HR, ղեկավարություն լինեն ճիշտ դերային մոդել եւ ցույց տան այդ ճիշտ հանդուրժողական թիմային աշխատանքի որակին ուղված մշակույթը, որ կապ չունի մարդը մի ժամ ավել արձակուրդ վերցնում կամ այդ բային դադար է վերցնում, թե չէ երեխային կերակրելու, թե իր մորը կամ հորը խնամելու համար, կարևորը ինքը ճիշտ ժամին իր աշխատանքը իր ճիշտ որակյալ ձևով անում է մեկ, երկրորդը օրենքն է տալիս այդ իրավունքը եւ դա նաեւ բնության հետ կապված իրողություն է եւ եթե այդ բարձր գիտակցությունը կա եւ դա անընդհատ մատնանշվում է եւ HR բաժնի կողմից էլ անընդհատ պահպանվում է տարբեր թիմային միջոցառումների տեսքով տեղեկատվական արշավների իրականացման միջոցով, ես կարծում եմ, որ ընկերության ներսում պիտի որ այդ մթնոլորտը լինի։ Մասնավորապես մենք խոսում ենք մի բանի մասին, որը այնքան բացառիկ չէ։ Ըստ էության գրեթե բոլորը կյանքի տարբեր փուլերում անձամբ կամ շատ մոտիկից ունենում են մարդիկ, ովքեր ունեն տենց փոքր տարիքի երեխաներ եւ կերակրման հարց եւ մանկապարտեզի հարց եւ անգամ դպրոցի հարց, այսինքն դա շատ առօրյայի մաս է եւ բոլորը պետք է հասկանան, որ դա բնություն, օրենք, գործատու մակարդակով հովանավորված եւ պաշտպանված արժեք է, որին իրանք պետք է հարգեն, եթե իրանք ուզում են այդ ընկերությունում աշխատեն։ Ու կարծում եմ, եթե այդ ոչ թե ավտորիտար ձևով, այլ ճիշտ բացատրական մեթոդներով մշտական աշխատանք տարվի, պիտի որ հանդուրժողականությունը բարձր լինի։ Սովորաբար մենք ամեն մեկս մեր սոցիալական փուչիկում ենք ապրում ու տենց շատ չենք առնչվում այլ փուչիկների հետ։ Օրինակ մեր փուչիկում ավելի շատ մարդիկ են, ովքեր գնահատում են ընտանիքը, մետությունը, հասկանում են դրա կարևորությունը եւ այլն։ Դուք որպես մասնագետ, ով առնչվում է տարբեր կառույցների հետ, որքանով են շատ են գործատուները, ովքեր օրինակ չեն հարգում դա կամ չեն ընկալում կնոջով մայրա լավ աշխատող։ Ցավոք սրտի ճիշտ եք, այսինքն մեր փուչիկից դուրս գոյություն ունի ամեն տեսակի գործատու, փոքր մեծ, անգամ կարող են միջին չափի ընկերություններ լինել, որտեղ որ ու բավականչափ հայտնի եւ մեծ թվա որ իրանք բավականչափ հանդուրժող են, թիմային են, բայց անգամ այնտեղ կարող են լինել շատ ակնհայտ խտրական մոտեցումներ։ Ընդհանրապես տեղ արդեն գենդերային ընկալումների, գենդերային հավասարության հարցն է ծագում, կինը պատմականորեն այդպես չի եղել, բայց հաճախ ընկալվում է, որ միայն պետք է ենթադրենք տնային գործերանի կամ միայն ադմինիստրատիվ գործերանի, այսինքն դրանք ես ուղղակի կարծրատիպեր եմ թվարկում, չեմ ասում ես դրան հավատում եմ կամ ինչ-որ ձև, բայց ամեն դեպքում շատերը եւ աշխատավայրում եւ դրանից դուրս այդ կարծրատիպերով են առաջնորդվում։ Մինչդեռ կարծում եմ, որ վերջին 10-20 տարին շատ ակնհայտ ձևով հակառակն են ապացուցել եւ ես թերևս կդժվարանամ իմ փուչիկից դուրս ինչ-որ բաներ ասել, չնայած ես շատ բազմազան փորձ ունեմ, հանդիպել եմ խտրականության, ոչ իմ նկատմամբ, բայց որպես խորհրդատու շատ տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, խտրականության հանդիպել եմ ոչ թե նրա համար, որ համարում են, որ օրինակ կինը կարող է վատ աշխատել, այլ հիմնականում այդ մայրության արձակուրդ գնալու հենց պրակտիկ դեպք եմ ունեցել, բայց ես այդ տղամարդուն համոզել եմ, որ ընդ որում հղիել չէր տեխնացուն, կներեք, որ sense բաց եմ ասում, ինքը ուղղակի նոր էր ամուսնացել։
եւ տնօրենը տղամարդ էր, ասում էր հեսա երեխա ունենալու գնա դիգրետ։ Ես ասենց պնդեցի, ասի եւ կգնա մայրության արձակուրդ փոխարինող կգտնենք ուրիշ ինչ խնդիր կա եթե ինքը ամեն ինչով համապատասխանմա ունի ցանկություն երկրորդը դա ինչ ենթադրություն է որ ինքը մի տարուց գնալ է մայրության արձակուրդ գուցե ինքը չգնա գուցե ինքը 20 տարուց գնա կամ շատ կարծրատիպային ենք մտածում կամ միգուցե գնա ու վերադառնա ապահովի այդ պայմանները որ ինքը շուտ վերադառնա հենց այդ է շատ sense վախեր ունի գործատուն եւ մտածում է չի սիրում լրացուցիչ նեղություն քաշել sense նեղություն տանել բայց ես կարծում եմ որ եթե իմ նման HR չեմ ուզում անհամեստ հնչի բայց եթե կանանց եւ հավասարության արժեքներով առաջնորդվող այսպես ասեմ հա ես չեմ էլ սիրում տղամարդկանց խտրականացնել որտեվ այդպիսի երևույթ էլ կա ըստ էության այսինքն որևէ կողմ պետք չի խտրականության ակնոցներով նայել պետք է նայել մասնագիտական հմտությունների ու մոտիվացիայի տեսանկյունից եւ եթե ճիշտ HR խորհրդատուներ ճիշտ հավաքագրման մասնագետներ եւ HR բաժիններ ընդհանրապես լինեն ովքեր որ պատրաստ կլինեն այտենց գնալ ղեկավարի հետ գուցե պայքարել երբեմն բացատրել քննարկել կարծում եմ որ ավելի շատ հնարավորություններ կունենան շատ մարդիկ իրենց հմտություններին համապատասխան եւ աշխատելու եւ զարգանալու անկախ սեռից եւ ընտանեկան հանգամանքներից մենք հաճախ ենք խոսում կանանց մասին բայց տղամարդիկ եւս ունեն շատ մեծ սահմանափակումներ հաճախ ընտանիքի հետ կապված թեկուզ առնվազն են կարծրատիպային տեսանկյունից որ եթե տղամարդը ասում է կարող եմ մի շամ շուտ գնալ երեխայից վերցնել պարտեզից բոլորը տարօրինակ են նայում անգամ գործատուն այսինքն այդ կարծրատիպերը ամենուր են մենք sense ասեմ, հա, ինչքան էլ մենք կնոջ ասպեկտը մի քիչ ուրիշ է, բայց կարծրատիպերը կան նաև շատ տղամարդկանց նկատմամբ։ Ուզում եմ խոսենք նաև հոսունության խնդիրների մասին։ Հիմնականում վերջին տարիներին, երբ որ հետազոտությունները նայում ենք, շատ հաճախ հենց աշխատողներն են ընտրում գործատուին եւ առաջնորդվում են աշխատանքային պայմաններով բնականաբար շատերը նախընտրում են ընտրել գործատու, ով կտա ճկունություն, բայց ավելի ցածր աշխատավարձ, քան այն գործատուն, որը կպարտադրի շատ խիստ կանոններ եւ կտա ավելի բարձր աշխատավարձ։ Հայաստանում էս ամեն ինչ եկել է, թե չի եկել, ու նաեւ կա արդյոք սերունդների այդ տարբերություն ինչ որ դեր խաղում են այս աշխատանքի ընտրելու մասով։ Հարցս մի քանի շերտերով էր, բայց ինձ թվում է հիշեցիք։ Խոսենք առաջին հարցի մասին։ Մի հետաքրքիր վիճակագրություն ներկայացնեմ COVID-ից հետո ամերիկյան աշխատաշուկան պատկերացնում եք ինչքան մեծ է։ Great Resignation տերմին գոյություն ունի, որը տենց կոչվեց այդ երևույթը։ COVID-ից հետո իր որ պետք էր վերադառնալ աշխատավայր 30% գրեթե աշխատաշուկայի 30% աշխատանքից դուրս է եկել։ Ինչի մասին է դա խոսում, եթե դրան զուգահեռ նայենք նաև միջին եւ բարձր օղակի ղեկավարների գոհունակության կամ հիմա հաճախ են ասում, չէ, վգարանիե էմոցիոնալ այրման տերմինը, burnout-ի 50%-ից ավել, 50-55, ընդ որում կին տղամարդ տարբերություն չկար, գրեթե նույն տոկոսներ ուսումնասիրել եմ, էլի ինչի մասին է խոսում։ Այս ցուցանիշները խոսում են նրա մասին, որ մարդիկ չարաշահում են կամ հաճախ չեն հասկանում հանգստի, ճկունության եւ խիստ գրաֆիկի սահմանները եւ COVID-ի ժամանակը մարդկանց հնարավորություն տվեց, գուցե եւ բացասական բաներ ինքը որպես այդպիսին, բայց հնարավորություն տվեց վերաիմաստավորելու իրենց ցանկությունները եւ արժեքները։ Եվ աշխատակիցներից շատերը դուրս են եկել իհարկե այլ պատճառներով նաև զարգացման հնարավորություններ, սահմանափակումներ եւ այլն, բայց մասնավորապես այդ ազատության ցանկությունն է եղել հիմնական մոտիվը։ Ինչ խոսք դրատականնաև արատավոր երևույթներ ալարկոտության եւ այլն դա առանձին մասնագետներն ուսումնասիրում են, բայց վերադառնամ ձեր հարցին, ուզում եմ նշել, որ իսկապես ճկուն գրաֆիկը այս ժամանակներում արդեն կարելի ասել չունի այլ ընտրանք։ Անգամ օրինակ ես հիմա աշխատում եմ Գրանտորենտոնում, մենք մեր թիմում առնվազն շաբաթվա մեջ 1 օր ունենք տնից աշխատելու հնարավորություն, փոփոխվող օր է, հա։ Այսինքն մենք ընկերությունն էլ է հասկանում այդ հնարավորությունը։ Դու կարող ես տնից աշխատել, կարող ես մեկ այլ վայրից աշխատել, co-working, ինչ որ մի շարք հնարավորություններ կան, բայց դրա ամբողջ իմաստը նաև տալ որոշակի ազատություն աշխատակիցներին, հաշվի առնելով հիմիկվա նաև տրաֆիկը եւ մի շարք այլ բարդություններ, երբեմն մարդիկ այդ ազատությունը եւ հանգստությունը ուզում են զգալ։ Մասնավորապես մարդը այնպիսի էակ է, որ երբ որ տեսնում է ուրիշը ունի, ինքը ուզում է։ Իսկ
իսկ հիմա արդեն Հայաստան, արդեն էլ կարևոր չի Հայաստան, Ռուսաստան, չգիտեմ, Ամերիկա, Անգլիա եւ այլն, տեսնում ես, որ կա այդ պրակտիկան ուզում ես։ Նույնը այստեղ։ Շատ ընկերություններ, իհարկե բնույթից կախված, ՏՏ ընկերություններ բարձր կարող են ավելի ճկուն լինել, բայց հիմա անգամ ֆինանսական կառույցները ունեն ճկունություն եւ կան աշխատակիցներ, տարբեր ֆինանսական կառույցներում աշխատող, ովքեր մի քանի ամիս անգամ չեն գնում գրասենյակ, եւ տելեկոմ, եւ տարբեր ոլորտներում այլ կարելի ասել չկա ոլորտ, որտեղ որ այդ ճկունությունը չի ցուցաբերվում։ Անկամ հեռախոսային կենտրոնների համար այնպիսի պայմաններ կան, որ մարդիկ տնից են կարող մեծառայություններ մատուցել, հա, բնականաբար հատուկ տեխնիկայի առկայության պարագայում։ Այսինքն լուծումներ կան եւ գործատուներն էլ հասկացել են, որ եթե աշխատակիցներին տան այդ ճկունությունը ու ազատությունը, իրանք կկարողանան դրանով պահել։ Այսինքն հետաքրքիր մոտեցում է եւ այո, Հայաստանում դա կա, այո, դա կիրառվում է, այո, ավելի շատ դա պահանջված է ավելի երիտասարդների մոտ, բայց չեմ ասի, որ ավելի բարձր տարիքով կամ այլ սերունդները XYZ, հա, միայն Z-երը չի, որ ունեն այդ կարիքը։ Նաև թեկուզ այդ նորարարական տեսակը աշխատանքի digital nomad, չէ, որ ասում են sense ճամփորդող թվային աշխատակից, հա, ճիշտ թարգմանություններ չունի, բայց անգամ վիզաների տեսակներ կան, չէ, իրանց համար նախատեսված, դա ինքն իրան արդեն խոսում է այդ ազատության եւ ճկունության կարեւորության մասին ժամանակակից աշխատաշուկայի մասնակցի համար, անկախ երկրից եւ ազգից։ Ես իմացա, որ հետաքրքիր ծրագիր է կանում գործատուների շրջանում, ովքեր ու ծրագիր որոշակիորեն վերաբերվում է նաև ընտանիքամետ քաղաքականություններին, որ խնդրեմ կպատմեք ինչ ծրագիր է դա։ Ներկայացնեմ, շատ հետաքրքիր եւ կարծում եմ օգտակար ծրագիր են իրականացնում UNDP-ի հետ միասին, Grant Thornton-ով, մենք ընտրված են 100 կանայք տեղական ինքնակառավարման, պետական մարմիններից եւ մասնավոր ոլորտներից, փոքր մեծ տարբեր ընկերություններից։ Եվ ծրագիրը բաղկացած է մի քանի մասից, որպես առաջին քայլ մենք միջին օղակի կամ միջին կարիերայում գտնվող կանայք են հիմնական թիրախը։ Մենք շատ հետաքրքիր մեթոդաբանությամբ առաջնորդության դասընթաց ենք վարել, անձամբ ես եմ վարել հատուկ իրանց համար ծրագրավորված, ձևավորված դասընթաց, որի հիմնական նպատակն էր բացահայտել իրանց մեջ առաջնորդության պոտենցիալը եւ տալ գործիքներ դրան զարգացնելու համար, հա, հենց առաջնորդական հմտությունների զարգացման համար եւ ծրագրի հաջորդ փուլը արդեն, որը հիմա ընթանում է, հենց ընտանիքամետ պրակտիկաների վերաբերյալ գիտելիքի փոխանցումն է, իրավական եւ օրենքի տեսանկյունից, ինչպես նաեւ արդեն հիմնական պրակտիկաներ, որոնք որ աշխարհում կիրառվում են եւ հիմա ձևավորվում է դասընթաց հատուկ, որը հետո հենց այդ ընկերություններում հենց այդ կանայք վարելու են ընտանիքամետ պրակտիկաների վերաբերյալ, որից հետո էլ արդեն որպես հաջորդ փուլ իրանց մեջից մի քանի ընկերություններ, ովքեր որ կցանկանան եւ հատուկ առաջարկներ կներկայացնեն, արդեն UNDP-ի հետ համատեղ իրականացնելու են տարբեր մի քանի ծրագրեր հենց գործատուների, հենց ընկերությունների ներսում, որոնք որ այդ ընկերությանը կդարձնեն ավելի ընտանիքամետ։ Դա կարող է լինել օրինակ առանձին սենյակ երեխաների համար, նայած ինչ կառաջարկեն այդ գործատուները, ինչ կցանկանան, որոշակի ընտրության փուլ կանցնեն եւ արդեն UNDP-ի աջակցությամբ կունենան հնարավորություն իրանք էլ որոշակի ներդրում անելով դա կյանքի կոչել։ Դա կարող է լինել անգամ քաղաքականությունների մակարդակում ինչ-որ փոփոխություն, բայց կարող է լինել ավելի hard structure, ինչպես ասում են, այսինքն ֆիզիկական ինչ-որ առանձին սենյակ կամ ավելի մեծ շոշափելի փոփոխություններ, որոնք կարծում եմ աշխատանքի եւ գործատուների ոլորտում ձեռագրի փոփոխություն կբերեն, սենց կհայտնի իր մասին ընտանիքամետ, ընտանիքահեն ասպեկտը եւ կարծում եմ գործատուները ուրիշ աչքով կսկսեն նայել, մեծ հույսեր ունեմ։ Շնորհակալություն Լիլիթ ջան զրույցի համար։ Ձեզ եւս շնորհակալ եմ, Աստղիկ, շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմաների մասին հարցադրումներ անելու եւ լուսաբանելու համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Լիլիթ Գևորգյանն էր, Grant Thornton Հայաստան ընկերության մարդկային կապիտալի խորհրդատվական ծառայությունների տնօրեն եւ Երևան պետական համալսարանի դասախոս։ Շնորհակալություն, բաժանորդագրվեք, հետևեք մեզ, գրեք ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները։